Ժամը 20-ն Open Media-ի ուղիղ եթերում Ռենյուս լրատվականի գլխավոր թողարկումն է, մենք աշխատում ենք հանուն Հայաստանի Հանրապետության, ես Անին եմ Զաքարյան, շատ բարի երեկո, թեմաների մասին նախ համառոտ։ Նիկոլ Փաշինյանը ֆինանսական աջակցություն է ակնկալում արցախցի փախստականների համար, սակայն նրանց վերադարձն իրատեսական չի համարում։ Քննչական կոմիտեի նախագահը պնդում է Փարաքարի համայնքապետի սպանության գործով վենդետայի վարկածը, պատգամավոր Հայկ Սարգսյանը հերքում իր առնչությունը Մերձավանի դեպքերին։ ՄԱԿ-ի Ժնևյան հարթակում կրկին քննարկվել է Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքն ապահովող շվեյցարական խաղաղ նախաձեռնությունը։ Միացյալ Նահանգների կառավարության աշխատանքը կատվածի շեմին, դեմոկրատները խափանում են գործադիրի քայլերը կոնգրեսում, ինչին կհետևի կառավարության շաթդաունը։ Աննախադեպ դիվանագիտական հնարք Սպիտակ տանը Նեթանյահուն Թրամփի ներկայությամբ զանգահարել է Կատարի վարչապետին եւ ներում հայցել Դոհան հրթիռակոծելու համար։ Վաշինգտոնը տոմահավք հրթիռներ է խոստանում Կիևին, Մոսկվան զգուշացնում է այդ քայլով Միացյալ Նահանգները կդառնա ռուս-ուկրաինական պատերազմի ուղղակի մասնակից։ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից փախստական դարձած մեր հայրենակիցների խնդիրները լուծելու համար Հայաստանը միջազգային հանրությունից ֆինանսական մեծ աջակցություն է ակնկալում։ Այդ հարցում ըստ նրա Եվրոպայի խորհուրդը նույնպես կարող է աջակցություն ցուցաբերել իրականացնելով տարբեր ծրագրեր, այդ թվում վերապատրաստման եւ կրթության ոլորտում։ Փաշինյանը հայտնել է, որ առաջիկայում Հայաստանի կառավարությունը պատրաստվում է համաժողով անցկացնել Լեռնային Ղարաբաղից հայերի փախստական դարձած անձանց մասնակցությամբ։ Միաժամանակ նա նշել է, որ արցախցիների վերադարձի մասին խոսելը կարող է խոչընդոտել խաղաղության գործընթացին։ Փաշինյանը կրկնել է, որ լեգիտիմ բառապաշարի օգտագործումը խաղաղության հասնելու կարևորագույն բաղադրիչներից է, քանի որ այսպես կոչված Զանգեզուրի միջանցք եզրույթն օգտագործելը Հայաստանում լայնորեն ընկալվում է որպես տարածքային պահանջներ երկրի ինքնիշխան տարածքի նկատմամբ։ Նիկոլ Փաշինյանի ելույթի եւ պատգամավորների հարցերին պատասխանների կարևոր դրվագները մեկ ռեպորտաժում ամփոփել է իմ գործընկեր Սիմոն Հովանիսյանը։ Խաղաղությունն արդեն կայացած է ու այն Հայաստանի եւ Ադրբեջանի համատեղ ձեռքբերումն է։ Այս մասին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում։ Բայց առանց Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի անհատական եւ անձնական ներգրավվածության, առանց նրա անձնական ջանքերի հնարավոր չէր լինի հասնել այն արդյունքին, որին մենք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հասանք սույն թվականի օգոստոսի 8-ին։ Անհետ կորածների ու գերիների մասին էլ խոսեց Նիկոլ Փաշինյանը։ Այս համատեքստում կարևոր է նաև անհետ կորած անձանց ճակատագրի պարզաբանումը եւ երկարատև կոնֆլիկտի հետևանքով անազատության մեջ հայտնված անձանց խնդիրների հասցեագրումը։ Արցախահայության գույքի փոխհատուցման հարցը քննարկվել է։ Եվրախորհրդարանի պատգամավորներից մեկն է հարցնում, հիշեցնելով, ինքը եղել է Հայաստանում ու տեսել է բռնի տեղահանված քաղաքացիների ինտեգրման համար ձեռնարկվող քայլերը։ Իմիջիայլոց ինչպես ցանկացած պայմանագիր կամ խաղաղության համաձայնագիր, իրենք ամեն ինչ չէ, որ ներառում են եւ նախատեսված է, որ այլ հարցեր քննարկելու համար կարող են ստեղծվել համապատասխան մեխանիզմներ, պլատֆորմներ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Իրատեսական չէ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների վերադարձը Արցախ, ասում է Նիկոլ Փաշինյանը, հավելում, որ դա կարող է խանգարել խաղաղության process-ին։ Ղարաբաղի փախստական մեր հայրենակիցները պետք է տնավորվեն Հայաստանի Հանրապետությունում, մենք արդեն նրանց ուրեմն բնակ ապահովման, տներով ապահովման ծրագիր ենք սկսել, որը դժվարությամբ սկսում է աշխատել, բայց ես համոզված եմ, որ ավելի արդյունավետ կաշխատի եւ մենք Ղարաբաղի մեր հայրենակիցների ապագան պատկերացնում ենք Հայաստանի Հանրապետությունում, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությամբ։ Պատգամավորներին Նիկոլ Փաշինյանը հորդորում է կարդալ ստորագրված հռչակագիրն ու կիրառել թույլատրելի տերմինները։ Այնտեղ Զանգեզուրի միջանցքի մասին ոչինչ չկա, իսկ ԵԽԽՎ պատգամավորի հարցում հենց այդ ձևակերպումներ հնչում։ Եվ իմիջիայլոց ես նաև դիմեցի կոչով ադրբեջանցի գործընկերոջս, որպեսզի պարզաբանի ինչ նկատի ունի Զանգեզուրի միջանցք ասելով։ Որտեղ է Զանգեզուրի միջանցքը։ Քարտեզի վրա պետքա ցույց տալ այդ Զանգեզուրի միջանցքը։ Որտեւ եթե պարզվի, որ Զանգեզուրի միջանցք ասելով նկատի ունեն Հայաստանի որևէ տարածք, որևէ մեկը իրավունք չունի Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի վրա անուն դնել, որը ընդունված չէ Հայաստանի Հանրապետության կողմից։
դա արդեն իսկ ձեռբերված ինքնիշխանության փոխադարձ ճանաչման կոպտագույն խախտում է եւ կներեք, ես չգիտեմ, ինձ շատ հետաքրքիր է, դուք որտեղից գիտեք այդ արտահայտությունը, որտեղ եք կարդացել, որ Հայաստան-Ադրբեջան, տեսեք, դուք Վաշինգտոնի համաձայնությունների մասին եք խոսում, բայց օգտագործում եք բառապաշար, որ Վաշինգտոնի որևէ թղթի մեջ չկա, ընդհանրապես չի եղել, եւ ավելին վնաս է բերում խաղաղության գործընթացին, որովհետեւ ուղիղ կերպով խախտում է պայմանավորվածությունները եւ դուրս է օգտագործվող լեգիտիմ բառապաշարից։ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն իրար ու կենտրոնանան տնտեսական համագործակցության վրա։ Նիկոլ Փաշինյանը խոսեց նաև Եվրամիության հետ համագործակցության մասին։ Եթե մեզ կընդունեն, լավ է, եթե չէ, ապա մենք կունենանք եվրոպական ստանդարտներ, բայց հիմա էլ Հայաստանում որոշ ուժերի կողմից ընտրակաշառքի պրակտիկան շարունակում է կիրառվել։ Խնդիրը այստեղ ոչ միայն այն է, որ իրավապահներից մեծ ջանք է պահանջվում նման դեպքերը բացահայտելու համար, այլև չկան գործնական մեխանիզմներ ընտրությունների արդյունքների վրա ընտրակաշառքի ազդեցության չափը պարզելու համար։ Ըստ Փաշինյանի ժողովրդավարությունը Հայաստանում ապահով ձեռքերում է, չնայած որոշ ընդդիմադիր ուժեր ապօրինի հարստությունը կոծկելու համար ինտենսիվ ապատեղեկատվություններ են տարածում։ Սիմոն Հովանիսյան, Reopen Media։ Ստրասբուրգում Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օֆլահերթիի հետ։ Հանդիպման մասին վարչապետը գրել է Facebook-յան իր էջում եւ կից տեսանյութ հրապարակել։ Մինչև այդ նա հանդիպել էր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիթորինգի հանձնաժողովում Հայաստանի պարտավորությունների հարցով համազեկուցողներ Բորիանա Աբերգի եւ Պիերո Ֆասինոյի, ՄԻԵԴ եւ ԵԽԽՎ նախագահների, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի հետ։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հեռավար կարգով մասնակցել է ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների նիստին եւ Ադրբեջանի վարչապետին հորդորել չկիրառել այսպես կոչված Զանգեզուրի միջանցք եզրույթը եւ որ երկրների միջև ստորագրված բարձր մակարդակի փաստաթղթերի համաձայն ապա շրջափակման համատեքստում պետք է օգտագործել Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման սահմանումը։ Միջազգային իրավունքը դիվանագիտության ու վանդալիզմի սահմանագծին կամ երբ միջազգային հարթակներում քննարկվում է արցախցիների հայրենի բնօրրան վերադարձի իրավունքը, օկուպանտ պետությունը վերացնում է հայկական պատմամշակութային ժառանգությունն Արցախի տարածքում։ Շվեյցարիայի խորհրդարանի մանդատով ոշտված падգամավորները, որոնք առաջ են մղում արցախցիների վերադարձի օրակարգը, ՄԱԿ-ի Ժնևի կենտրոնակայանում կազմակերպած համաժողովին դարձյալ հայտարարել են, որ իրական խաղաղությունն անհնար է առանց Արցախի բնիկների իրենց հայրենիք վերադարձի իրավունքը հարգելու։ Թեմային անդրադառնում է Նարինե Ղուկասյանը։ ՄԱԿ-ի Ժնևյան հարթակում կրկին քննարկվել է Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքն ապահովող շվեյցարական խաղաղ նախաձեռնությունը։ Սակայն մինչ միջազգային հանրությունը փորձում է երկխոսության ուղիներ գտնել, Ադրբեջանը շարունակում է Արցախում հայկական մշակութային հետքի համակարգված ոչնչացումը։ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 60-րդ նստաշրջանի շրջանակում տեղի ունեցած միջոցառմանը Շվեյցարիայի խորհրդարանի անդամներ Էրիխ ֆոն Տոբելը եւ Նիկոլա Վալդերը ներկայացրել են Արցախի հակամարտության կարգավորման ուղղված իրենց նախաձեռնությունը։ Այն ստանալով Շվեյցարիայի խորհրդարանի մանդատը նախատեսում է խաղաղության ֆորումի կազմակերպում Ադրբեջանի եւ Արցախի ժողովրդի ներկայացուցիչների միջև։ Գլխավոր նպատակը տեղահանված հայերի հավաքական, անվտանգ եւ արժանապատիվ վերադարձի շուրջ բանակցելն է։ Էրիխ ֆոն Տոբելն ընդգծել է, որ այս նախաձեռնությունը կենտրոնանում է հենց վերադարձի իրավունքի վրա, մի հարց, որը շրջանցվել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության պայմանագրում։ Առանց այս խնդրի լուծման չի կարող լինել կայուն խաղաղություն, նշել է Շվեյցարիայի խորհրդարանականը։ Միջոցառմանը մասնակցող Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը կարևորել է քննարկման ներկայացուցչական բնույթը։ Բավականին լավ էր միջոցառումը, տարբեր դեսպանատների ներկայացուցիչներ էլ կային եւ հասարակական սեկտորի ներկայացուցիչներ եւ ՄԱԿ-ի որոշ կառույցների ներկայացուցիչներ եւ ընդհանուր առմամբ բոլորս ներկայացրել ենք մեր տեսանկյուններից, մեր փորձառությունից ելնելով Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի անհրաժեշտությունը, հիմքերը, դրա իրականացման հնարավոր մեխանիզմները։ Որպես արցախցիների վերադարձի իրավական հիմնավորում Բեգլարյանը մատնանշել է Արդարադատության միջազգային դատարանի վճիռը։ Գլխավոր հիմքը մեր վերադարձի եւ մեր ժառանգության ու
մեր սեփականության պաշտպանության հենց Արդարադատության միջազգային դատարանի հրամանն է 23 թվականի նոյեմբերի 17-ի, որը պետք է կատարվի եւ որին պետք է հետամուտ լինի միջազգային հանրության ցանկացած անդամ։ Իհարկե, առաջնահերթորեն Հայաստանի Հանրապետությունը որպես հենց այդ հրամանի հայցի ներկայացնող կողմ, այսինքն հայցվոր կողմ։ Ոչ միայն Բեկլարյանը, նաև հայաստանյան ընդդիմադիրները մտահոգված են Հայաստանի իշխանությունների պասիվ դիրքորոշմամբ, ըստ նրանց իշխանությունը խուսափում է ակտիվորեն բարձրացնել Արցախահայության վերադարձի հարցը, մտավախություն ունենալով, որ Բաքուն հայելային սկզբունքով կպահանջի ադրբեջանցիների վերադարձը Հայաստան, մինչդեռ դրանք հավասարազոր երևույթներ չեն։ Իրենք ասում են, եթե մենք արցախցիների վերադարձի հարցը բարձրացնենք, Ադրբեջանն էլ ադրբեջանցիների այսպես կոչված վերադարձի հարցը բարձրացնի, բայց Ադրբեջանը այդ հարցը միշտ է բարձրացնում։ Դրանից բացի ադրբեջանցիները այստեղ իրենց տները փոխանակել են, հայերը, որոնք Արցախից փախել են, իրենց կյանքն են կարողացել ընդամենը հետները բերել, այլ բան չեն բերել, դրանք համարժեք չեն։ Բացի դրանից 100 հազարավոր հայեր փախել են Ադրբեջանի այլ քաղաքներից, Բաքվից, Շամխորից, Մինգեչաուրից, Շիրվանից, փախել եկել են Հայաստան, այդ հարցն է պետք է բարձրացնել, հայերի վերադարձը բնորան Նախիջևան պետք է բարձրացնել, հայերի վերադարձը բնորան Գանձակ պետք է բարձրացնել, եթե ինքը կարծում է, որ չխոսի հայերի վերադարձի իրավունքի մասին, ինքը նկատի ունեմ Փաշինյանը, ադրբեջանցիք չեն խոսելու ադրբեջանցիների Հայաստան գալու մասին, չարաչար սխալվում է։ Մինչ միջազգային դիվանագիտությունը փորձում է կամուրջներ ստեղծել, Ադրբեջանը շարունակում է Արցախում հայկական հետքի անխնա ոչնչացումը։ Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող Հովիկ Ավանեսովի խոսքով տեղի ունեցող մշակութային ցեղասպանությունն իր ծավալներով 21-րդ դարի ամենախոշորներից է։ Տարբեր ապօրինի այցերի ժամանակ, երբ որ տարբեր պատվիրակություններ այցելում են օկուպացված Արցախ, այդ այցերից կամ այնտեղ կազմակերպած տարբեր քննարկումների ֆորումներից հետո հաջորդում են վանդալիզմի տասնյակից ավելի դեպքեր։ Վերջին աղաղակող դեպքը տեղի ունեցավ իսլամական պետությունների ղեկավարների այցից անմիջապես հետո, երբ Արցախում աննախադեպ հրդեհներ բռնկվեցին։ Հրդեհի գոտում հայտնվեցին 100-ից ավելի պատմաճարտարապետական հուշարձաններ եւ կրակը մարելու համար ներգրավվեց 620 հրշեջ։ Ավանեսովը սա համարում է միտումնավոր եւ կազմակերպված գործողություն, իսկ երկու անձի ձևական ձերբակալությունը միջազգային հանրությանը թյուրիմացության մեջ գցելու փորձ։ Զուգահեռաբար Ստեփանագերտի պատմական Թումանյան փողոցը ծանր տեխնիկայով հողին է հավասարեցվել, տեղը զիջելով այսպես կոչված հաղթանակի պուրակին։ Բաքվի համանուն զբոսայգու նմանությամբ 44 մետրանոց սյուներով այս պուրակի տրամաբանական շարունակությունն էլ դարձնելու են թանգարանի վերածվող Արցախի Հանրապետության նախագահի նախկին նստավայրը։ Այսպիսով, մի կողմից միջազգային հանրությունը Շվեյցարիայի գլխավորությամբ փորձում է հիմքեր ստեղծել արցախահայության իրավունքների վերականգնման եւ հայրենիքի վերադարձի համար, մյուս կողմից Ադրբեջանը գործնականում ամեն ինչ անում է այդ վերադարձը դարձնելու անհնար, ոչնչացնելով հայկական քաղաքակրթության նյութական ու հոգևոր ժառանգությունը։ Նարնե Ղուկասյան, Մերի Դանելյան, Գևորգ Սյանոսյան, Վարդան Պողոսյան, Մարիամ Վանոյան, Ռիոփան մեդիա։ Վարշավայի անվտանգության խորհրդին մասնակցող արտգործնախարար Արարատ Միրզոյանը մի շարք երկկողմ հանդիպումներ է ունեցել։ Պանելային քննարկման իր ելույթում Միրզոյանը նշել է, որ Ադրբեջանը Նախիջևանին կապող երկաթուղին դրական նշանակություն է ունենալու նաև Եվրամիության համար։ Տեղեկացնեմ, որ անվտանգության Վարշավյան ֆորումը գործում է 2014 թվականից։ Այն սկսվել է որպես տարածաշրջանային հարթակ, բայց արագ դարձել է գլոբալ, հատկապես Ուկրաինայի ճգնաժամից հետո։ Վարշավայի անվտանգության ֆորումին է մասնակցում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Նախորդին նա ելույթ է ունեցել պանելային քննարկմանը։ Imagine when the railway connection is re-established between Armenia and Azerbaijan. Պատկերացրեք, երբ վերականգնվի երկաթուղային կապը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև, սա կարևոր նշանակություն կունենա ոչ միայն աշխարհի այդ հատվածի համար, այլև շատ ավելի մեծ տարածաշրջանի, այդ թվում Եվրամիության համար։ Սակայն կրկին դրանով չի սահմանափակվում։ Հարավային Կովկասում խաղաղության հաստատումը հնարավորություն է տալիս տարածաշրջանի երկրներին ամրապնդել իրենց ինքնիշխանությունը, նվազեցնելով կախվածությունն այլ խոշոր մայրաքաղաքներից, եւ մեզ հնարավորություն է տալիս ունենալ օրինակ առանձնահատուկ արտաքին քաղաքականություն։
Կոնկրետ օրինակ բերեմ. Հայաստանում մենք ազգային ժողովում ընդունեցինք օրենք, որը Եվրամիության անդամակցությունը դարձնում է կառավարության համար պարտադիր պետական քաղաքականություն։ Այսինքն մեր կողմից կա քաղաքական կամք, կա օրենքով ամրագրված որոշում, եւ այժմ արդեն Եվրամիության գործընկերներն են, որ պետք է իրենց որոշումը կայացնեն։ Ֆորումի ընթացքում Միրզոյանը հանդիպումներ է ունեցել տարբեր պաշտոնյաների եւ ընկերությունների ղեկավարների հետ։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկայի հետ նա քննարկել է Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի միջև փոխգործընկերության ընդլայնման հնարավորությունները։ Կողմերը գոհունակությամբ նշել են ՆԱՏՕ անդամ երկրների դեսպանների վերջերս Երևան կատարած այցը եւ Հայաստանի մասնակցությունը ՆԱՏՕ խաղաղապահ առաքելություններին։ Արտգործնախարարը այսօր ուկրաինացի պաշտոնակից Անդրեյ Սիբիգայի հետ ջերմ հանդիպում է ունեցել։ Միրզոյանը գրել է, որ հանդիպման ընթացքում համառոտ ներկայացվել է նաև Հարավային Կովկասում հաստատված խաղաղությունը, ինչպես նաև Ուկրաինայում խաղաղության հասնելու կարևորությունը։ Միրզոյանի բնորոշմամբ Սիբիգայի հետ զրույցը խորաթափանց էր։ Դիվանագետները համաձայն են զարգացնել Հայաստան-Ուկրաինա գործընկերությունը։ Ուկրաինացի նախարարը հայ գործընկերոջը հրավիրել է Կիև։ Լիտվայի արտգործնախարար Կեստուտիս Բուդրիսի հետ Միրզոյանը քննարկել է Հայաստանի եւ Լիտվայի միջև գործընկերության խորացման նոր հնարավորությունները։ Վարշավայի անվտանգության ֆորումը ազդում է եվրոպական եւ գլոբալ անվտանգության քաղաքականության վրա։ Այն մշակում է ընդհանուր մարտահրավերների դեմ պայքարի ռազմավարություններ, հատկապես կարևորում է կենտրոնական եւ արևելյան Եվրոպայի անվտանգությունը, Ռուսաստանի ենթադրյալ ագրեսիայի դեպքում Ուկրաինային աջակցությունը եւ այլն։ Այս տարի ֆորումը կենտրոնանում է 4 հիմնական ոլորտի վրա՝ արտաքին քաղաքականություն, պաշտպանություն, էներգետիկա, կլիմա եւ ժողովրդավարական անվտանգություն։ Զեկույցը կոչ է անում արևմուտքին հաղթել պատերազմը նախքան պատերազմը։ Ավելի քան 80 երկրից մոտ 2500 մասնակից է եկել Լեհաստան։ Սիմոն Հովանիսյան, Reopen Media։ Նոր զարգացումներ սեպտեմբերի 23-ի կեսգիշերին մոտ կատարված սպանությունների գործով քննչական կոմիտեի ղեկավարը նախորդին հանրայինի եթերում պարզաբանումներ է տվել վարույթի ընթացքի մասին, շարադրել հանցագործության շարժառիթները, որոնք հանգում են վրեժխնդրության վարկածին։ Ըստ նրա առաջին ձերբակալված Նարեկ Օհանյանը, որն ըստ քննության սպանության անմիջական կատարողը չէ, վերացրել է հանցանքի հետքերը, մինչդեռ նրա փաստաբանը հանրային հայտարարությամբ խոստացել է հերքել նրա մեղավորությունը։ Մանրամասները Մերի Դանիելյանի ռեպորտաժում։ Լուրերը, թե իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանը մտերիմ է Մերձավանի նախկին ղեկավար Մհեր Ախտոյանի հետ, հենց ինքը Սարգսյանն է հերքում։ Ասում է, մամուլում շրջանառվող համատեղ լուսանկարը արվել է տարիներ առաջ։ Ինքը նույնիսկ Ախտոյանի հեռախոսահամարը չունի։ Չի էլ հիշում, երբ է վերջին անգամ հանդիպել նրան։ Ճանաչում եմ իրեն փողոցային պայքարից, ծանոթացել եմ եւ կարող եմ ասել այդքանը, որևէ կապի մեջ նրա հետ չեմ գտնվում։ Հայկ Սարգսյանը հիշեցնում է, երբ Մերձավանում խմբակային ծեծկրտուքի հետևանքով սպանվել էր Ախտոյանի հորաքրոջ որդին, ինքը խորհրդարանում դիմել է ներքին գործերի նախարարին, հետաքրքրվել, թե ինչ են անում, որ դեպքը շարունակություն չունենա։ Մեղադրական հարց եմ հնչեցրել, որ օպերատիվ տեղեկատվություններ են եղել, որ կա երկու խմբերի միջև ճշտամություն եւ անհրաժեշտ կանխարգելման աշխատանքների պատշաճ չկատարման արդյունքում ունեցել ենք զոհ եւ վիրավոր։ Վենդետայի վարկածի վերաբերյալ ենթադրություններն արդարացան, երբ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հանրային հեռուստաընկերության հետ հարցազրույցում հայտարարեց. ձերբակալված 20-ամյա Գևորգ Հարությունյանը վրեժխնդրության հողի վրա է սպանությունը կատարել։ Անձը խոստովանական ցուցմունքներ տվեց, նշեց, որ ըստ էության պատճառը վրեժխնդրությունն էր 2025 թվականի փետրվարի 5-ին տեղի ունեցած դեպքի, ըստ արդեն մեղադրյալի ինքը մտերիմ եւ շատ մոտ ընկերական հարաբերությունների մեջ է գտնվել։ Այո, Գրիգոր Օհանյանի մահացած փետրվարի 5-ի դեպքով, ինչպես նաեւ Նարեկ Օհանյանի հետ եւ իր կարծիքով ըստ մեղադրյալի Վալոջա Գրիգորյանից իր կարծիքով ըստ մեղադրյալի ցուցմունքի, քանի որ իր ընկերը մահացել էր Վալոդիա Գրիգորյանի ըստ էության մտերիմների կողմից, հենց մեղավորը համարում էր Վալոդիա Գրիգորյանին եւ ըստ ցուցմունքի ինքը ուզում էր դրանով վերջ տալես ամեն ինչին։ Քննչական կոմիտեի նախագահի խոսքով Նարեկ Օհանյանը գիտակցելով, որ առաջին կասկածյալն ինքն է լինելու, ամբողջ ընթացքում եղել է տեսախցիկների առջև, որ հերքվի իր մեղավորության վարկածը։ Փաստաբան Վահան Հովանիսյանն էլ գրառում է կատարել, ընդգծելով, որ պաշտպանական կողմն ապացուցելու է Նարեկ Օհանյանի անմեղությունը։ Պաշտպանական կողմն ապացուցելու է, որ հասարակությանը հրամցվող վարկածը մեղմ ասած անհիմն է։ Խորին եւ անկեղծ ցավակցություններ եմ հայտնում տուժողների ընտանիքների անդամներին։
Ազգային անվտանգության ծառայության լռության առիթով հայտարարություն է տարածել Պահեստազորի զինծառայողների նախաձեռնությունը։ Նշվում է, որ Արմավիրի իրավապահ համակարգում պաշտոնանկություններ են կատարվել, մինչդեռ նման դեպքերի կանխարգելման պատասխանատու ԱԱԾ-ից գոնե ձևական ազատումներ չեն եղել։ Մերի Դանիելյան, Գևորգ Սիանոսյան, Reopen Media։ Վիզեյր ավիաընկերությունը այսօրվանից սկսել է Լառնակա, Գյումրի, Լառնակա չվերթերը Լառնակայի միջազգային օդանավակայանից դեպի Գյումրիի Շիրակ միջազգային օդանավակայան չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 25-ը յուրաքանչյուր 3 շաբթի եւ շաբաթ օրերին եւ հոկտեմբերի 30-ից սկսած յուրաքանչյուր 5 շաբթի եւ կիրակի օրերին։ Նոր չվերթին Facebook-յան գրառմամբ անդրադարձել է երկրի վարչապետը։ Սա նշանակալի իրադարձություն է, առաջին անգամ Գյումրիից կանոնավոր չվերթ է իրականացվում դեպի Եվրամիության անդամ երկիր, բարի թռիչք գրել է վարչապետը։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը վարչական պատասխանատվության է ենթարկել Veolia ջուր ընկերությանը ջրամատակարարման գրաֆիկի եւ կարգավորող մարմնի պահանջները ժամկետների խախտմամբ կատարելու համար։ Խախտումների հանրագումարով Veolia ջուրը տուգանվել է 10 միլիոն դրամի չափով։ Reopen Media-ն սկսում է նոր շարք ներկայացնելու Հայաստանի Հանրապետությունում վերջին շրջանում գրանցված կուսակցությունները, դրանց ծրագրերը եւ ապագայի տեսլականը։ Իմ գործընկեր Անի Հովանեսյանը զրուցել է Հայաստանի Շնորհապետական կուսակցության հիմնադիր նախագահ Գուրգեն Սիմոնյանի հետ։ Դիտենք հատվածներ, ամբողջական հարցազրույցը դիտեք մեր YouTube-յան ալիքում ժամը 21-ին այս թողարկումից հետո։ Շնորհապետական կուսակցությունը լինելով ընդամենը 5 ամսվա ուժ մենք արդեն 3-4 ուժ է ներկայացնող ուժ ենք Հայաստանի Հանրապետությունում։ Ներկայիս իշխանությունները խարխափում են։ Նրանք չունեն մեծ ռազմավարություն, նրանք չեն հասկանում, թե Հայաստանի Հանրապետությունը 50 տարի հետո ինչպիսի պետություն պետք է դառնա եւ ինչ առաքելություն պետք է կրի։ Ներկայիս Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը կոնֆլիկտոգեն է։ Դուք ոնց կարաք ԵԱՏՄ-ում լինեք եւ Եվրամիության ակնկալիքներ ունենաք վիզաների ազատականացում։ Երկրի պետական կառավարման համակարգի բարձրաստիճան պաշտոնյա անձանց տեղերը մեր տնից չենք բերելու։ Հայաստանի Հանրապետությունը իրավունք չունի որպես հայ ժողովրդի պետական կառավարման համակարգ եւ քաղաքական ամենաբարձրագույն ինստիտուտ առաջ չտանելու ամբողջ աշխարհում հայ ժողովրդի իրավունքների հարցը։ Միացյալ Նահանգները մտադիր է Պաղեստինյան Համասին 3-4 օր ժամանակ տալ Գազայի հատվածում խաղաղության կարգավորման ամերիկյան ծրագրին արձագանքելու համար։ Առաջարկի մասին Վիրջինիա նահանգի Քվանտիկո քաղաքում տեղակայված Միացյալ Նահանգների ծովային հետևակի բազա մեկնելուց առաջ Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է նախագահ Դոնալդ Թրամփը։ Մինչև այդ նա եւ Իսրայելի վարչապետ Նեթանյահուն մանրամասնել են Գազայում պատերազմն ավարտելու ծրագիրը։ Սպիտակ տանը տեղի ունեցած Թրամփ-Նեթանյահու հանդիպումը կարևոր շրջադարձային պահ է համարվում Մերձավոր Արևելքի խաղաղության գործընթացում։ Հանդիպման ընթացքում քննարկվել է Միացյալ Նահանգների կողմից առաջարկված խաղաղության պլանը, որն ըստ կողմերի ուղղված է Գազայի հատվածում գրեթե 2 տարի տևած պատերազմի դադարեցմանը։ Պլանը նախատեսում է անմիջապես ավարտել ռազմական գործողությունները, ապահովել օգնության մուտքը անկլավ, Համասի պահած պատանդների ազատ արձակում եւ սահմանել Գազայի ժամանակավոր վարչակազմ առանց Համասի կամ Պաղեստինյան իշխանության ղեկավարման։ Այսօր պատմական օր է խաղաղության համար։ Վարչապետ Նեթանյահուն եւ ես նոր ենք ավարտել կարևոր հանդիպումը քննարկելով բազմաթիվ կենսական հարցեր, այդ թվում Իրանը, առևտուրը, Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը եւ ամենակարևորը Գազայի հատվածում պատերազմի ավարտը։ Սակայն սա ընդամենը մի մասն է ավելի մեծ նկարի՝ Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատման։ Եվ եկեք այն անվանենք Մերձավոր Արևելքում հավերժ խաղաղություն։ Նեթանյահուն գոհունակություն է հայտնել ընդգծելով Իսրայելի լիակատար համաձայնությունը Թրամփի առաջարկած ծրագրին։ Նա առանձնահատուկ կարևորել է պատանդների անհապաղ ազատ արձակումը, Համասի ամբողջական զինաթափումը եւ Գազայի հատվածի համապարփակ ապառազմականացումը, որպես խաղաղության եւ կայունության հասնելու հիմնական նախապայմաններ։ Your plan is consistent with the 5 principles. Ձեր ծրագիրը համահունչ է մեր կառավարության սահմանած 5 սկզբունքներին՝ պատերազմի ավարտի եւ Համասից հետո ժամանակաշրջանի համար։ Բոլորն են հարցնում, ինչ է ծրագիրը նախատեսում Համասից հետո։ Ահա մեր ծրագիրը՝ հաստատել կառավարություն, բոլոր պատանդների ողջ թե մահացած անհապաղ վերադարձ, Համասի զինաթափում, Գազայի ապառազմականացում, Իսրայելը կպահպանի անվտանգության վերահսկողությունը, ներառյալ մոտ ապագայում ձևավորվող անվտանգային գոտին։ Ի վերջո Գազայում կգործի խաղաղ քաղաքացիական վարչակազմ առանց
Համասի կամ Պաղեստինյան իշխանության ղեկավարության։ Փորձագետների կարծիքով Համասը գտնվում է այնպիսի իրավիճակում, որտեղ համաձայնություն առաջարկված պայմաններին մնում է գրեթե միակ հնարավոր ելքը։ Հաշվի առնելով, որ բանակցություններին Պաղեստինյան կողմից որևէ ներկայացուցիչ չի մասնակցել եւ որոշումները կայացվել են հիմնականում Իսրայելի եւ Միացյալ Նահանգների միջև, Համասի ճակատագիրը մեծապես կախված է դրանց արդյունքներից։ I think that eventually they have to, there is no other choice. Կարծում եմ վերջիվերջո Համասը ստիպված կլինի ընդունել խաղաղության ծրագրերը։ Այլ ընտրանք չկա, բոլորը համաձայն են, որ Համասը չպետք է եւ չի կարող դեր ունենալ Գազայի ապագայում։ Սա լուծված հարց է, ուստի նրանք ընտրություն չունեն։ Եթե իհարկե չեն ցանկանում ավելի շատ արյունահեղություն, բայց դա չի ծառայի նրանց շահերին, քանի որ այդ դեպքում բոլորը կմեղադրեն Համասին հակամարտությունը շարունակելու համար։ Իսրայելն ու ԱՄՆ-ի վարչակազմը կունենան պատերազմը շարունակելու հիմնավոր պատճառ։ Վաշինգտոնի համալսարանի դոցենտ Սին Ազոդիի կարծիքով Իսրայելի հիմնական նպատակն է խոչընդոտել Պաղեստին պետության ստեղծմանն ու ընդհանրապես գոյությանը։ Հորդանան գետի արևմտյան ափին բնակվող պաղեստինցիները նույնպես կիսում են այս տեսակետը, համարելով, որ Իսրայելի քաղաքականությունը ուղղված է նրանց պետականության ձևավորմանը խանգարելուն։ Երեք քննարկված ծրագիրը չեղարկում է Պաղեստինի պետությունը, որն արդեն ճանաչել են բազմաթիվ երկրներ։ Սա նոր գաղութատիրություն է, նոր մատուցմամբ, որը չեղարկում է Պաղեստինի մայրաքաղաք Երուսաղեմը։ Պաղեստինի ազատագրության բոլոր սկզբունքները երեք չեղարկվեցին։ Իսրայելում հանրության շրջանում տիրում է համեմատաբար դրական տրամադրություն, ինչպես իրենց վարչապետը, այնպես էլ բնակչության զգալի մասը կարծում է, որ խաղաղության հաստատման գլխավոր խոչընդոտը Համաս խմբավորումն է։ Հիանալի օր է Իսրայելի համար, չեմ տեսնում որևէ մեկին աչից ձախ, որը դեմ կարտահայտվի դրան։ Միակ հարցն այժմ այն է, թե արդյոք Համասը կհաստատի եւ կվերջացնի այս տառապանքը, որում մենք գտնվում ենք գրեթե 2 տարի։ Թրամփի առաջարկած ծրագրի հաջողությունը ուղղված Մերձավոր Արևելքի հակամարտության կարգավորմանը մեծապես կախված է Համասի պատասխանից, իսկ մերժում ստանալու դեպքում Իսրայելը հայտարարել է, որ կշարունակի ռազմական գործողությունները, վայելելով Միացյալ Նահանգների աջակցությունը։ Ի լրումն նախագահ Թրամփը նշել է, որ Իրանի միանալը Աբրամյան համաձայնագրին կարող է նպաստել Մերձավոր Արևելքում առկա հակամարտությունների վերջնական կարգավորմանը։ Վաշինգտոնի անակնկալ ժեստին Թեհրանից դեռ չեն արձագանքել։ Դավիթ Գենջոյան, Reopen Media։ Ամերիկյան քաղաքական համակարգում շատդաունի վտանգը կրկին դառնում է ներքաղաքական պայքարի կարևոր գործիք։ Մասնագետները հիշեցնում են, որ նման դադարները սովորաբար երկար չեն տևում եւ ավարտվում են փոխզիջմամբ։ Սակայն մինչև համաձայնության գալը անորոշության բեռն ընկնում է պետական աշխատողների եւ ծառայություններից կախված միլիոնավոր քաղաքացիների վրա։ Միացյալ Նահանգների կառավարությունը կրկին կաթվածահար լինելու շեմին է, պատմում է Աննա Հարությունյանը։ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունը գնում է դեպի շաթդաուն, աշխատանքի հնարավոր դադարեցում։ Փոխնախագահ Ջեյդի Վենսը հայտարարել է, որ տարաձայնություններ ունեն հարկային առողջապահական քաղաքականության վերաբերյալ, բայց դրանք բավարար պատճառ չեն կառավարության աշխատանքի դադարեցման համար։ Կարծում եմ, մենք գնում ենք դեպի կառավարության փակում, քանի որ դեմոկրատները ճիշտ քայլեր չեն անում։ Հուսով եմ նրանք կփոխեն իրենց մտադրությունը։ Մենք նրանց ասացինք, որ դա անհետեցություն է, իսկ հիմա նրանք գալիս են այնտեղ եւ ասում, թե եթե մեզ չտակ այն ամենը, ինչ մենք ուզում ենք, կփակենք կառավարությունը։ Մենք դա համարում ենք բացարձակապես անընդունելի։ Դա խայտառակություն է եւ ամերիկացի ժողովուրդը կտուժի, քանի որ այս մարդիկ ճիշտ քայլեր չեն անում։ Դեմոկրատներն էլ իշխող հանրապետականներին են մեղադրում կառավարական ճգնաժամի համար։ Կարծում եմ առաջին անգամ նախագահը լսեց մեր առարկությունները եւ հասկացավ, թե ինչու է մեզ պետք երկկուսակցական օրինագիծ։ Նրանց օրինագիծը բացարձակապես չի ներառում դեմոկրատների որևէ մասնակցություն։ Նախկինում մենք երբեք այսպես չենք վարվել։ Երբ ես էի առաջնորդ, մենք 4 անգամ բանակցեցինք հանրապետականների հետ եւ երբեք կառավարության փակում չենք ունեցել։ Հետևաբար հանրապետականներից է կախված կցանկանան փակել կառավարությունը թե ոչ։ Խնդիրն այն է, որ հանրապետականների եւ դեմոկրատների միջև տարաձայնությունների պատճառով կոնգրեսը չի կարողանում համաձայնության գալ կառավարության ֆինանսավորումը հոկտեմբերի 1-ից հետո շարունակելու շուրջ։ Դեմոկրատները պնդում են, որ ցանկացած համաձայնություն պետք է ներառի առողջապահական նպաստների պահպանումը, մինչդեռ Թրամփի հանրապետականները պահանջում են այս երկու հարցերը դիտարկել առանձին։ Այստեղ ոչ մի կուսակցության բան չկա, ոչ մի քաղաքական կցորդ։ Մեր կուսակցության խոշոր նախապատվություններից ոչ մեկը, քանի որ մենք ցանկանում ենք ճիշտ վարվել ամերիկացի ժողովրդի նկատմամբ եւ ավելի շատ ժամանակ տրամադրել բանակցությունների համար։ Ներկայացուցիչների պալատի դեմոկրատների առաջնորդ Հակիմ Ջեֆրիսը հայտարարել է, որ բայց եւ անմիջական քննարկումներ են ունեցել նախագահի եւ հանրապետական առաջնորդների հետ, սակայն էական եւ կարեւոր տարաձայնությունները պահպանվում են։
Դեմոկրատները պայքարում են ամերիկացի ժողովրդի առողջապահությունը պաշտպանելու համար։ Մենք չենք պատրաստվում սատարել հանրապետականների կողմնակալ ծախսերի մասին օրինագիծը, որը շարունակում է խարխլել սովորական ամերիկացիների առողջությունը։ Վերջակետ։ Այստեղ, որտեղ իսկապես անհրաժեշտ է վստահություն, պետք է որոշակի երաշխիք ստանալ նախագահից, որ մենք ընկած ցանկացած համաձայնություն նա պարզապես չի սպառի։ Հիշեք, որ սա է իրական տարբերությունը։ Նախագահը կասեցրել է գումարները, նա սառեցրել է ծախսերը, որոնք հաստատել են հանրապետականները եւ դեմոկրատները, եւ դա խարխլելու է կոնգրեսի ծախսերի եւ հարկերի վերաբերյալ լիազորությունների հիմքը։ Եթե կողմերը չկան համաձայնության, ապա կդադարեցվի մի շարք պետական գործակալությունների ֆինանսավորումը, ինչը կհանգեցնի 100,000-ավոր պետական աշխատողների չվճարվող արձակուրդի ուղարկվելուն։ Օրինակ, միայն պետքարտուղարությունում շուրջ 17,000 աշխատակից կդադարեցնի աշխատանքը։ Այնուամենայնիվ, սենատոր Լինսի Գրեհեմի համոզմամբ խնդիրը արագ լուծում կստանա։ Նրանք ճանապարհ կգտնեն, ես այդքան էլ չեմ անհանգստանում կառավարության երկարատև փակման համար։ Դեմոկրատները չափից շատ են սիրում կառավարությունը, որ այն երկար ժամանակ փակ պահեն, ինչ որ փոխզիջում կլինի։ Դոնալդ Թրամփը արդեն իսկ ունի շատդաունի անմիջական փորձ։ Ավելին, հենց նրա պաշտոնավարման առաջին շրջանում է գրանցվել Միացյալ Նահանգների պատմության մեջ ամենաերկար շատդաունը։ Այս ռեկորդային դադարը տեղի է ունեցել 2018 թվականի դեկտեմբերի 22-ից մինչև 19 թվականի հունվարի 25-ը, տևելով աննախադեպ 35 օր։ Շատդաունի պատճառը Թրամփի վարչակազմի եւ կոնգրեսի դեմոկրատների միջև ծագած սուր տարաձայնություններն էին կապված Մեքսիկայի սահմանին պատի կառուցման ֆինանսավորման հետ։ Նախագահ Թրամփը պահանջում էր ավելի քան 5 միլիարդ $5 հատկացնել սահմանային պատի կառուցմանը։ Դեմոկրատները կտրականապես դեմ էին այդ ծախսերին եւ հրաժարվում էին հաստատել բյուջե, որը ներառում էր այդ միջոցները, քանի որ կողմերը չէին կարողանում համաձայնության գալ, կառավարության ֆինանսավորումը դադարեցվեց։ Աննա Հարությունյան, Reopen Media։ Մեքսիկա-Միացյալ Նահանգներ սահմանով Միացյալ Նահանգներ են մուտք գործում ոչ միայն մեքսիկացիներ, այլև մեր շատ հայրենակիցներ։ Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանությունը հատուկ հայտարարությամբ հերթական անգամ հիշեցրել է Միացյալ Նահանգներում գտնվող Հայաստանի քաղաքացիներին չխախտել իրենց երկիր մուտքի ելքի վիզայի ժամկետները, այլապես նրանք կհայտնաբերվեն եւ կարտաքսվեն։ Որքան հայաստանցի են ամերիկյան միգրացիոն ծառայությունները հաշվառել եւ ինչ հետեւողականությամբ են ամերիկյան իշխանություններն իրականացնում ամերիկյան երազանքի հետևից երկրի տարածքում հայտնված օտարերկրացիների արտաքսումը, Մոնիկա Հայրոյանն է պատմում։ Այն ժամանակ, երբ Մեքսիկայի սահմանին բարձրանում էր երկաթբետոնե պատը, ԱՄՆ-ի տարածքում կառուցվում են նոր անտեսանելի արգելքներ տեխնոլոգիական ընկերությունների եւ վիզայի համար դիմողների առջեւ։ Վաշինգտոնի ուղերձը կտրուկ է, ամերիկյան երազանքի դարպասները նեղանում են։ Այս խստացված քաղաքականության հետևանքներն արդեն տեսանելի են նաեւ Հայաստանի քաղաքացիների համար։ Նրանցից 2808-ը ըստ ԱՄՆ-ի ներգաղթի եւ մաքսային հսկողության պաշտոնական տվյալների այսօր կանգնած է արտաքսման վտանգի առաջ։ Նույն վտանգի առաջ կանգնած ադրբեջանցիների թիվն ուղիղ 4 անգամ պակաս 709 մարդ։ Արտաքսման սպասող հայերի տագնապալի թիվը հենց այնպես չի առաջացել։ Դրան նախորդել են Հայաստանում ԱՄՆ դեսպանատան բազմաթիվ հանրային զգուշացումները վերջին 1 տարում, որոնք հորդորում էին չխախտել վիզայի ժամկետները։ Մենք շարունակաբար հետևում ենք, որ վիզա ունեցող անձիկ թույլ չտան Միացյալ Նահանգների օրենքների ու ներգաղթային նորմերի խախտումներ, իսկ խախտման դեպքում նրանց սպասում է վիզայի չեղարկում եւ արտաքսում։ Սակայն սա միայն հայերին վերաբերող խնդիր չէ։ Արտաքսումների թիրախում են բոլոր ապօրինի ներգաղթյալները, առաջին հերթին Մեքսիկայի, Գվատեմալայի եւ Հոնդուրասի քաղաքացիները։ Ցուցակներում ընդգրկվածների մեծ մասի խախտումը ոչ թե քրեական հանցագործությունն է, այլ վարչական վիզայի ժամկետը գերազանցելը։ Միևնույն ժամանակ կտրուկ բարդացել են նաեւ օրինական ներգաղթի ուղիները։ Green Card ստանալն ավելի է դժվարացել կրճատ քվոտաների եւ ֆինանսական ինքնաբավության ավելի խիստ պահանջների պատճառով։ Օրինակ, եթե 2022-ին 1500 հայաստանցի է շահել Green Card, 2024-ին 1400, ապա 2025-ին կանխատեսվում է 1200-ը։ Սակայն ամենացնցող փոփոխություններից մեկը տեղի է ունենում բարձր որակավորում ունեցող մասնագետների ոլորտում։ Թրամփի վարչակազմը հայտարարել է տեխնոլոգիական ոլորտին հարվածող նախաձեռնության մասին, պահանջելով ընկերություններից վճարել տարեկան $100,000 յուրաքանչյուր H-1B աշխատանքային վիզայի համար։ H-1B վիզաներն այն հիմնական գործիքներն են, որով ամերիկյան ընկերությունները հատկապես տեխնոլոգիական ոլորտում ներգրավում են տաղանդավոր մասնագետների Հնդկաստանից, Չինաստանից, Հայաստանից եւ այլ երկրներից։ Կարծում եմ, նրանք շատ գոհ են լինելու, բոլորը գոհ են լինելու եւ մենք կկարողանանք պահել մեր երկրում մարդկանց, որոնք շատ արտադրողական են լինելու։ Իսկ շատ դեպքերում ընկերությունները մեծ գումար են վճարելու դրա համար եւ նրանք շատ գոհ են դրանից։ Քննադատները պնդում են, որ H-1B համակարգը թույլ է տալիս ընկերություններին
գործունեություններին ցածր պահել աշխատավարձերը, շրջանցելով տեղի մասնագետներին։ Մյուս կողմից Տեսլայի գործադիր տնօրեն Իլոն Մասկը, որ ինքը ժամանակին ունեցել է H1B վիզա, պնդում է, որ այս ծրագիրը կենսական նշանակություն ունի աշխարհի լավագույն տաղանդներին ներգրավելու եւ ԱՄՆ-ի մրցունակությունը պահպանելու համար։ Անկախ նրանից, թե դուք զբոսաշրջիկ եք, որից կարող են պահանջել մինչև $15,000 գրավ, թե բարձրակարգ ինժեներ, որին աշխատանքի ընդունելը կարող է ընկերության համար արժենալ տարեկան $100,000, ուղերձը մեկն է։ ԱՄՆ-ն կառուցում է նոր ֆինանսական պատ։ Ամերիկյան երազանքի համար պայքարը վերածվել է բարդագույն քննության, որտեղ յուրաքանչյուր քայլը պահանջում է ոչ միայն օրինապահություն, այլև զգալի ֆինանսական միջոցներ։ Մոնիկա Հայրոյան, Reopen Media։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայում Ռուսաստանի սանձազերծված պատերազմը լուծելու համար անհրաժեշտ է կազմակերպել նախագահներ Պուտինի եւ Զելենսկու հանդիպումը։ Ուկրաինայի հարցերով Միացյալ Նահանգների նախագահի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը Վարշավայի անվտանգության ֆորումում հայտարարել է, որ Վաշինգտոնը կապի մեջ է Վլադիմիր Պուտինի հետ Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի միջոցով։ Մենք Լուկաշենկոյի հետ հարաբերություններ ենք հաստատել ապահովելու համար, որ հաղորդակցության ուղիները բաց լինեն, այսպիսով մենք կարող ենք ապահովել, որ մեր ուղերձը լիովին հասնի Պուտինին, ասել է նա։ Նրա խոսքով հենց այդ կապի շնորհիվ է, որ Միացյալ Նահանգները մասնակցել է Բելարուսում քաղբանտարկյալների ազատ արձակմանը։ Միջազգային լրահոսի մյուս կարևոր դրվագները մեկ տեսաշարով։ Պաղեստինի պետության մշտական դիտորդը Մակոմ Ռիադ Մանսուրը անվտանգության խորհրդում մեղադրել է Իսրայելին Գազայի պատերազմը Հորդանան գետի արևմտյան ափ տարածելու հիմքեր ստեղծելու մեջ։ Նա ընդգծել է, որ պաղեստինցիները ընտրել են խաղաղությունը, սակայն Իսրայելի կառավարությունում ծայրահեղականները ձգտում են ընդլայնել իշխանությունը նոր տարածքների վրա, խոչընդոտելով պաղեստինյան պետության ստեղծմանը։ Իսրայելի դեսպան Դանի Դանոնը ի պատասխան հայտարարել է, որ Պաղեստինի իշխանությունը պետք է կենտրոնանա ահաբեկչության վերացման վրա, հակառակ դեպքում Իսրայելը ստիպված կլինի միջամտել։ Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյդի Վենսը հայտարարել է, որ Վաշինգտոնը քննարկում է Ուկրաինայի խնդրանքը ձեռք բերելու Թոմահավք քրթիռներ, որոնք կարող են հարվածել Ռուսաստանի խորքերին, ներառյալ Մոսկվա։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զգուշացրել է, որ նման մատակարարումները կդարձնեն արևմուտքը պատերազմի ուղղակի մասնակից։ Միաժամանակ Կրեմլը պնդում է, որ Թոմահավքերը խաղը փոխող գործոն չեն։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին խնդրել է Միացյալ Նահանգներին վաճառել այդ հրթիռները եվրոպական երկրներին, հետագայում Ուկրաինային փոխանցելու համար։ Ռուսական զորքերը գրավել են Դոնեցկի մարզի Շանդրիգոլովյե գյուղը, հայտնում է Դաշնության պաշտպանության նախարարությունը։ Հրապարակվել է նաև տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են ռուս զինվորականները նռնակներ նետում, կրակում շենքերի եւ եկեղեցու վրա, ապա ծածանում Ռուսաստանի դրոշը։ Ավելի վաղ Ռուսաստանը հարյուրավոր անօդաչու թռչող սարքեր եւ հրթիռներ է արձակել Կիևի եւ Ուկրաինայի այլ շրջանների ուղղությամբ, սպանելով առնվազն 4 եւ վիրավորելով տասնյակ մարդկանց։ Անցած գիշեր ռուսական հակաօդային ուժերը խոցել են 81 ուկրաինական դրոն։ Հյուսիսային Կորեայի փոխարտգործնախարար Կիմ Սոն Գյոնգը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում հայտարարել է, որ իրենց երկիրը երբեք չի հրաժարվի միջուկային ծրագրից, այն համարելով իշխանության եւ գոյության իրավունքի գրավական։ Նա ընդգծել է, որ միջուկային զենք ունենալն ամրագրված է Հյուսիսային Կորեայի պետական օրենքով։ Այն համարվում է ազգային քաղաքականություն եւ ինքնիշխանության երաշխիք եւ որևէ պարագայում չի հրաժարվի դրանից։ Դիվանագետը նաեւ նշել է, որ Միացյալ Նահանգների եւ նրա դաշնակիցների ագրեսիայի սպառնալիքի դեմ ուժեղացված միջուկային զսպան շնորհիվ ապահովում է կորեական թերակղզու ուժերի հավասարակշռությունը։ Դավիթ Գենջոյան, Reopen Media։ Եվ թողարկման վերջում կարճ տեղեկատվություն, ոստիկանությունից հայտնում են, որ անցած մեկ օրում երկրում բացահայտվել է 155 հանցագործություն, բացահայտվել են մարմնական վնասվածք պատճառելու, խարդախության, թմրանյութի հայտնաբերման, անձնական ունեցվածքի գողության, շորթման, ավազակության, կաշառակերության, թմրանյութի իրացման, թմրամիջոցներ պարունակող բույսեր աճեցնելու եւ այլ դեպքեր։ Հայտնաբերվել է 6 հետախուզվող, կամավոր, ներկայացել 1, վերջին 24 ժամում գրանցվել է 24 ավտովթար։ 2 մարդ զոհվել է, 32-ը ստացել տարբեր աստիճանի վնասվածքներ։ Այսքան այս ժամի համար հիշեցնեմ, որ 21:00-ին կարող եք դիտել իմ գործընկեր Անի Հովանիսյանի պատրաստած հարցազրույցը, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս բարի ու խաղաղ գիշեր։